Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Շատ մեծ աղմուկ է բարձրացվել առաջին հերթին Ռուսաստանում, կապված Հայաստանում անցկացվելիք ամենամյա շատ կարևոր է սա նշել, դարձած արծիվ գործընկեր 2026 զորավարժության մասով։ Զորավարժությունը տեղի է ունենալու հուլիսի 17-ից 25-ը, արդեն սկսվել է փաստացի եւ հետաքրքիր է, որ այս անգամ է Մոսկվայում այդքան մեծ աղմուկ։ Ես տեսնում եմ տարբեր ԶԼՄ-ներում, տարբեր փորձագետների կողմից հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Հայաստանը գրեթե պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, այն դեպքում երբ սա ամենամյա զորավարժությունը եւ առաջին անգամ չի սա։ Եվ սա ոչ միայն գործող իշխանությունն է անցկացրել, նույն Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դա եղել է։ Ճիշտ ասած չեմ հիշում երկրորդ նախագահի ժամանակ, բայց երրորդի ժամանակ այո եղել է։ Ոչ մի այդպես արտարոց բան չկա։ Ախր Ռուսաստանին թվում է, թե մենք հեսա վաղը մտնում ենք ՆԱՏՕ, Եվրոմիություն։ Այն դեպքում, որ ծիծաղ առաջացնում նման կարծիքները, ոչ թե մենք չենք ուզում, մեզ ընդ ընդունող չկա։ Մեզ օգտագործելու ցանկություն ունեն, այո, նույնիսկ հակառուսական ինչ-որ ասենք գործողությունների մեջ, բայց մեզ այնտեղ ոչ մեկ չի պատրաստվում ընդունի, ոչ ՆԱՏՕ-ի մեջ, որտեղ մեզ եթե ընդունեն ՆԱՏՕ-ի մեջ, դա լուրջ գործողություններ է իրանցից պահանջում, ցանկացած հարձակում Հայաստանի վրա դառնալու է ՆԱՏՕ-ի ընդհանուր բոլոր, ասենք, այդ դաշինքի մասնակից երկրների խնդիրը։ Նույնը Եվրոմիությունն էլ, ասենք, կարճ ասած ռուսական այդ բաները ընդհանուր ռոպագանդայի մեջ է պետք դիտել, մեզ դեպի արևմուտք դրեյֆը, ասենք, բանը, այդ մեր արևմուտքի ուղղությունը դանդաղացնելու կամ կասեցնելու համար արտարոց ոչ մի բան չի։ Հա, մի քիչ տարբերվում է այն բանով, որ մի դասակ բան կան, ֆրանսիացիներ կան, ու մի ջոկից մի քիչ ավել հույներ, 30 թե մի քիչ ֆրանսիացիք են, 11 կարծեմ հույներ։ Այդ բանով մի քիչ տարբերվում է, բայց էլի է եղել, որ միայն Կանզասի աշխարհազորը չի եղել։ Ըստ մենք փաստորեն զորախաղեր որ անում ենք ամերիկյան բանակի հետ չենք անում, էլի, պետք է ճիշտ հասկանանք։ Մեր զորախաղերը ազգային գվարդիայի հետ է։ Այո, ազգի պահապանների հետ է, որը որ ասենք պաշտպանության նախարարությունից դուրս կառույց է, ինքը պաշտպանության նախարարության գործողությունների ենթակայության տակ անցնում միայն պատերազմական գործողությունների ժամանակ։ Ըստ այդ նացիոնալնի գվարդիան իրանք մի քիչ ճիշտ են անունը դրել, էլի մեր նման չեն, որ կոպիտ սխալ թույլ տան։ Ես ընթերցեմ մասնակիցների քանակը եւ ցուցակը։ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադայից 250 մասնակից, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայից 58 մասնակից, Ֆրանսիայից 24 մասնակից, Հունաստանից 11 մասնակից։ Անդուրջ է, եթե ճիշտ է խոսանք, ու ոնց որ մի քիչ առաջ ասեցի, լիք ավելի շատ քաղաքական ստոպի դերավ խաղում այդ աղմուկը, որ բարձրացրել է։ Ոչ մի այդպես բան չկա մեջ։ Տեսեք, պարոն Վարդանով, դուք նշում եք, որ ծիծաղ է առաջացնում, որ այդ խոսակցությունները, որ Հայաստանը մտնում է Եվրամիություն եւ ՆԱՏՕ եւ նույն ժամանակ նշում եք միևնույն ժամանակ, որ Մոսկվան փորձում է դանդաղեցնել Հայաստանի դրեյֆը դեպի արևմուտք։ Ինձ համար այս հարցը մնում է բաց։ Իսկ այդ դրեյֆը գոնե իրականում կա դեպի արևմուտք, թե չէ։ Այո, ռազմական տեսակետից միանշանակ կա, ու դա հասկանալի է։ Քաղաքական էլ կա, բայց ես դրա մեջ չեմ ուզում խորանամ, ոչ էլ ասենք իմ սֆերան չի, ես բնական ունեմ իմ կարծիքը, բայց մասնագիտորեն ոնց որ ասած դժվար կլինի ինձ այդ ամեն ինչը բացատրել, բայց ռազմական դրեյֆ, քաղաքական դրեյֆ միանշանակ կա։ Օրինակ, մենք խոշոր տրամաչափի փողային հրետանու մեջ անցնում ենք, կամաց անցում ենք կատարում 152 մմ-անոց փողային հրետանից 155-ին։ Բայց մենք հիմար չենք, ասենք, падրոնի խաթր, բանա, ոնց որ ասած, զենքը առնենք, դա հսկայական հավելյալ ծախս է, ճիշտ է։ Որ բանա, ես միտեղ պատմել եմ այն հին անեկդոտը, որ մեկը մեքենան գալիս է փոխելու, մի շաբաթ առաջ է առել, ասում է, ինչ ա եղել, ասում է, մոխրամանն ա լցվել։ Եթե փամփուշտները, սնարյադները պրծել է,
դու թնդանոթ չես ձեռք բերում, դա մեծագույն հիմարություն է։ Ուրեմն մենք այդ հիմարությունը, ասենք, դժվար մեզ թույլ տանք, էլի։ Ինքը ծախսի հետ է կապված։ Իսկ հաշվի առնելով, որ մենք ռազմական ծախսերը կրճատում ենք, դա նշանակում է ցանկացած կոպեկի վրա դողալու ենք բանի վրա, սպառազինության վրա ծախսված։ Եվ մենք այդ հիմարությունը չենք կարող մեզ թույլ տանք առանց անհրաժեշտության կալիբրը փոխենք։ Իսկ ենք փոխում, որովհետև Ռուսաստանը թաթախվեց ռուս-ռուսական պատերազմի մեջ, Կիևը եւ Մոսկվան իրար հետ ինչ-որ բան չեն կիսել, եւ արդյունքում մենք զրկվեցինք գլխավոր մատակարարից մեր։ Այն որ ասում են, բանա, սխալա միշտ մի մատակարարից կախված լինելը, դա բիզնեսի տեսակետից այո, բայց ռազմական տեսակետից ունիֆիկացիային դեմ գնալը դա նշանակում է ռազմական պրոգրեսը հաշվի չառնել, ռազմական տարբեր, ասենք, փորձը հաշվի չառնել, պատմությունը ռազմական հաշվի չառնել, որտեվ կալիբրը, երբ որ չես փոխում, դա քիչ ծախսեր է, դա ընկերոջիցդ փամփուշտը վերցնել, օգտագործելն է։ Օրինակ հիմա Ուկրաինայում լուրջ խնդրեմ էր, հիմա արդեն երևի ավելի շատ հաղթահարված է, անցնում են ՆԱՏՕ-ի կալիբրերին հրազենի, ասենք ավտոմատ կոչվածը, ասենք այս պահին արդեն ՆԱՏՕ-ի կալիբրը ավելի շատ օգտագործում կամ սովետական եւ ռուսական կալիբրը։ Ընկերոջիցդ կարած փամփուշտ վեկալես եւ ոչ մի խնդրեմ։ Բայց երբ որ Կալաշնիկից անցնում էին M16-ի, ասենք, դա լուրջ խնդրեմ է, որտեղ մեկի մոտ կարար լիներ Կալաշնիկով ավտոմատը, մյուսի մոտ M16, ասենք, ավտոմատը եւ հնարավոր չլիներ փամփուշտներից օգտվելը։ Չեմ ասում, հակառակորդի, ասենք, ձեռքը տնկած փամփուշտներից չես կարող օգտվես, եթե հակառակորդը ամբողջությամբ դրա վրա է։ Կարճ ասած, ինքը ստիպված քայլ է։ 155 կալիբրին մենք ստիպված անցնում ենք, որտեղ ռուսը որպես մատակարար իրեն լավ չի ցույց տվել, խնդիրներ ուներ, գերխնդիրներ ուկրաինական ճակատում, բայց դա մեզ չի հետաքրքրում, որտեղ եթե ինքը երկու եղբայր ընդ հիմարաբար իրար ծեծում են, այստեղ մենք ոչնչացման եզրին ենք կանգնած։ Պետք չի մոռանալ մեր հարևանները ովքեր են։ Ցեղասպան Թուրքիան եւ ջարդարար, ասենք, Բաքուն։ Եվ մենք մեզ չենք կարող թույլ տանք ինչ որ զենքի տեսակ կամ ինչ որ անհրաժեշտ զենքի տեսակ կամ անհրաժեշտ փողի համար, ասենք, բանը սնարյադները պակաս ունենալ։ Մենք ուղղակի չենք կարող մեզ թույլ տանք։ Ոնց որ մի քանի Մոսկվայից խոսացող գլուխներ էին եկել, սրանից երևի մի 2.5-3 տարի առաջ, ասում էին մի քիչ դիմացեք։ Մենք մեր հարցերը լուծենք ընդ, հա։ Նույնը երևի իրանք ասում են, երբ որ այնտեղ մեկին իրենց արչև, ասենք, բանա բռնաբարում են կամ մորթում են, հա։ Մի քիչ դիմացի էսա ոստիկանությունը 2 ժամից կգա։ Այն կողքի գյուղա գնացեք կարևոր գործով։ Դες չի կարելի էլի մոտենալ։ Իրանք ես չգիտեմ։ Հասկանալի է իրաց մտավախությունները, բայց չի լինում էլի, երբ որ շուրջը սախ սխալ են, կարող է մեկ հայլու մեջ նայես, էլի։ Ռուսը որպես սպառազինություն մատակարարող, ասենք, այնքան շատ բաներ քիքսեր է թույլ տվել, որ հիմա զարմանում է, որ Հնդկաստանը Իրանից հրաժարվել է, ասենք, նո չի հրաժարվել, բայց գալի չափով, ասենք, սկսել է անցնել սեփական սպառազինության եւ եվրոպական։ Մալայզիան, ասենք, հրաժարվեց իր ինքնաթիռներից, այս մեկը այն, մեկը խիստ զարմանում, այ հարազատ նախքին։ Նա թայլու մեջ քեզ նայ էլի։ Կարող է սխալները քո մեջ է։ Կարող է ժամանակին չես հասցնում, կարող է, ասենք, փողը վեկալում ես, ասենք, հետո ասում ես հոп, էսի այն հին պարտքերի դիմաց, այն հին պարտքեր ուրիշ պայմանագրով են, էլի վավշետը գնացը։ Դու խես այս կոնկրետ պայմանագիրը այն մեկի հետ խառնում։ Իրենք տարբեր արտադրողներ են, ընդհանրապես որ նայում ես, էլի, նույն պետության մեջ են, բայց տարբեր սպառազինություն արտադրողներ են եւ այս մեկի փողը վեկալել մյուսը տալ, հետո զարմանում են, որ իրանցից, ասենք, Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով բանը սարսրել են Բելգիայում եղած փողերը։ Ձեր նման են, քառակուսի, ասենք, իրանց շահերը առաջ տանող Արևմուտքը եւ քառակուսի իրանց շահերը առաջ տանող Ռուսաստանը։ Մենք պետք է անգամ խելք ունենանք, որ ոչ մեկի հետ չթշնամանանք։ Եթե մենք թշնամանանք, ինչ ենք շահելու։ Եվս մի հատ թշնամի։ Նես չի, որ մենք թշնամացնենք Ռուսաստանը,
բան քեմալիստական եւ ասենք Էրդողանական Թուրքիան մեր եղբայրը կդառնա։ Դե տեսեք, պարոն Վարդանов, հենց խնդիրը այստեղ է, ես ինչի մեր զրույցը դրանից սկսեցի, որ կարծես թե մենք չենք ուզում թշնամանանք, բայց մեզ այսպես զորով թշնամացնում են, ասում են դուք թշնամի եք, որովհետև երբ որ դու լսում ես այդ խոսացող գլուխները Մոսկվայում Պերովի կանալներից ինչեր են խոսում, տպավորություն է ստեղծում, որ ուզում են, որ մենք թշնամիներ դառնանք։ Դե հիմար մոտեցում է։ Դա այդպես կայսրություններին շատ դժվար է հանդուրժել, երբ որ իրենց նախկին հողերի վրա գտնված պետությունները մի քիչ սեփական շահերը առաջ են տանում։ Այդտենց Անգլիան շատ ծանր էր տանում, ասենք Հնդկաստանի ինչ որ քայլերը, շատ ծանր է տանում Ֆրանսիան, երբ որ Աֆրիկայում ինչ որ քայլեր եղավ, ասենք Իրան դեմ ուղված, նույն Մալիում, Բուրկինա Ֆասոյում։ Դե բնական է Ռուսաստանն է շատ ծանր է տանում մեր կամ Վրաստանի կամ Միջին Ասիայի, ասենք ինքնուրույն քայլերը։ Այդ ծանր է տանում, թող սառը ջուր խմի, ինչ ասեմ, լավ խորհուրդ է, էլի, մանավանդ այս շոկին սառը ջուրը պիտանի է։ Պարոն Վարդանով, իհարկե ավտոմատը շատ կարևոր է, Կալաշնիկովը 155 մմ-անոց հրանոթները կարևոր են, բայց ընդհանուր առմամբ մենք հնարավորություն չենք ունեցել դեպ դա խոսենք, քննարկենք մայիսի 28-ի զինվորական շքերթից հետո, չնայած ոմանք չեն կոչում դա զինվորական շքերթ, այնուամենայնիվ մենք տեսանք տարբեր զինատեսակներ, տարբեր երկրների արտադրության, ռուսական էլ տեսանք իդեպ նոր զինատեսակներ։ Այս զենքերի նոմենկլատուրան ըստ ձեզ դա 21-րդ դարի պատերազմների զենքեր են։ Թե մենք էլի պատրաստվում ենք, կա չէ այդպիսի բան, գեներալները էլի պատրաստվում են անցյալի պատերազմներին։ Ընդհանրապես պիտի հասկանանք, որ դուրապես 100,000 կամ 50,000 տարի առաջ ստեղծված սառը զենքը առեսօր աշխատում է։ Չպետք է հրաժարվես դանակից, եթե դու ունես, ասենք, ուրիշ զենք։ Դանակը էլի մտնում է քո սպառազինության, հասարակ բան ասեմ, անօթաչուների, ասում են, ժամանակա շատ հաճախ ոմայի հետ կապված ռոլիկներում տակը կոմենտներ են գրում, այս ինչ եք սովորացնում, բան ընդ անօթաչուի վախտավոր, գոնե մեկ-մեկ նայում եք կադրերը, ասենք, ռուս-ուկրաինական ճակատից հարազատներ։ Ինչ է կատարվում, ռոլիկը, բանը, բեսպիլոտնիկը գալիս է, անօթաչու թռչող սարքը, կրակում են, չէ, որ ինքը իր չգա գմփա, չգա սպանի այդ կրակողին կամ իր կողքինին։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Այն ինչ որ ցուցադրել են շատ կարևոր է։ Ես իհարկե ասենք մի քիչ չէ, շատ բացասական եմ վերաբերվում պարադային տրամաբանությանը, բանակաշինության գործում, երբ որ մեկ ստորաբաժանում լավն է, մնացածը ասենք, չբնութագրեն, երբ որ շատ ամենալավ զորամասը Հայաստանի դա ռոտոպաչոտնի կառավարն է։ Ես շատ վատ եմ ընդհանրապես դրան վերաբերվում, բայց սպառազինության իհարկե կար մանիպուլյատիվ բաներ այնտեղ, որ անունները փոխել էին այն բանով, որ որոշ ընտրողներ ընտրություններից առաջ էլի համոզված են, որ հիմա նման բան չէին անի։ Բայց կարևորն էր, որ հայ սպառազինություն արտադրողին, զենք սպառազինություն, զինամթերք արտադրողին տեղ են տալի։ Բավարար չեն տալի, եթե ճիշտը խոսանք, բայց համենայն դեպս արդեն տեղ են տալի, այն ինչ որ առաջներում նույն անօթաչու արտադրողների համար անհասանելի թվաքանակներ էր պատվերների, հիմա ասենք սովորական է դառել։ Իհարկե մտածելակերպի մեջ շատ ճիշտ եք ասում, այդ նախորդ պատերազմներին պատրաստվելու ֆակտորը այդտեղ ներկա էր։ Բայց ոնց որ ասեցի, էլի, այդ զենքերը, որը որ աշխատել են վաղ, չի նշանակում, որ հիմա չի աշխատի։ Մեր սպառազինությունը հենց նույն, ասենք, մինամյոտը, որ 100 տարուց ավելա չէ, հորինվել է։ Թվում է, թե ինքը աշխատող չի, բայց սարերում լավագույն հրետանու ձևերից մեկն է, ասենք, հրետանու տեսակը ցածր մարտավարական, ասենք, մակարդակի վրա։ Նկատի ունեմ 500 մետր, 1 կիլոմետր, 2, 3, 5 կիլոմետր հեռավորությամբ, կարող ես սարի այն մյուս կողմը խփես, մի հատ էլ համակցում ես այդ ամեն ինչ անօթաչու հետախույզի հետ, մեկից մեկ կարող ես վեդրոյի մեջ գցես, թվում է, թե ասենք լրիվ անհասանելի, ասենք բան էլի, թիրախը խոցելով։
Կարճ ասած ինքը համ բացասական բաներ այն մոտ առաջացնում, բայց դա չի նշանակում, որ մեջը լավ բաներ չկար, լավ բաներ կար։ Պարոն Վարդանов, այդ ամենը հասկանալի է, բայց կա նաև ապագային միտված, չէ, քայլեր, որոնք պետք է արվեն, որովհետև մենք տեսնում ենք, դուք ասում եք, չէ, այդ ռոլիկները Ուկրաինայից որ գալիս են։ Մենք այնտեղ հիմնականում ինչ ենք տեսնում։ Ну, չգիտեմ, միգուցե ընտրովի է դա, որ այդ բեսպիլոտնիկները, այդ դրոնները ոչնչացնում են, հա, թշնամու հակառակորդի կենթանի ուժը։ Մենք դա ենք տեսնում։ Միգուցե նաև կան ռոլիկներ, որտեղ խոցվում են այդ ավտոմատներով այդ բաները, բայց մենք հիմնականում դա ենք տեսնում, մեզ դա են ցույց տալիս։ Հիմա հարցը հետեւյալն է. մենք այսօր ունենք ինչ հնարավորություններ ունենք, որպեսզի մեր բանակը մոդեռնիզացվի, պահպանելով այն ինչ որ ունենք, ինչ որ դուք ասում եք, նաև մոդեռնիզացվի բանակը եւ մենք արդեն հաջորդ սերունդների պատերազմներին պատրաստ լինենք, որովհետեւ բոլորը կարծես թե այդ ուղղությամբ են գնում։ Հաջորդ սերունդ նո ավելի արդիական դարձնել, հա, երևի մեր զինված ուժերը դա հնարավոր է։ Որոշ քայլեր արվում են, չի արվում ամենակարևորը։ Բանակը բովանդակային, ասենք, փոփոխության կարիք ունի։ Զինված ուժերը եւ հասարակությունը պետք է փոխվեն։ Երբ որ ես զինված ուժերը փոխվելուց, վերակառուցվելուց ամբողջությամբ ուրիշ զինված ուժերի մասին խոսում եմ եւ հասարակության անուն եմ տալ, ասում են դե հասարակությունը ինչ կապ ունի։ Անմիջական կապ ունի։ Հասարակությունը, եթե բանակի մի մասը չի, եթե հասարակությունը մաքսիմալ ընդգրկված չի բանակաշինության գործում եւ հայրենիք պաշտպանելու գործում, մենք կունենանք այն ինչ որ ունենք։ Մենք արդեն ունենք այս Չիլիի կամ 40-ական թվականների Կուբայի ճանապարհով, ասենք, քայլելու փորձը մենք հիմա ունենք։ Երբ որ հասարակությունը բրդում են այն կողմ, առաջի դեմքերով հայտարարվում է անգիս նստիկ տեղները ամեն ինչ բանակը ունի։ Բայց բանակը երկրագնդի վրա այդտեղ զինված ուժ չկա, գործող բանակը, որը ենթարկվի ագրեսիայի եւ ինքը ամեն ինչ ունենա, որպեսզի ագրեսիան հետ շպրտի։ Եթե ոչ վաղ անցյալ գնանք, նայեք, Ամերիկան սպառեց իր հրթիռները Իրանում եւ հաջողություն չգրանցեց, հələ ագրեսիայի իր կողմից ագրեսիա էր, ասենք։ 41 թվականին հիտլերականները հարձակվեցին գործող բանակի վրա սովետական միության։ Գործող բանակի անձնակազմը ամբողջությամբ վերացավ, կարելի է ասել, այդ առաջի 2 տարվա մեջ։ 43 թվականից չնչին տոկոս ողջ մնացած մարդիկ, որ 41 թվականից կռվում էր եւ պահեստազորից կանչված մարդիկ հաղթեցին, մտան Բերլին։ Դու պիտի հասարակությունը այն աստիճան ներգրավես, որ չունենաս այն կորուստները, որը իրան թույլ է տվել, ասենք, Ռուսաստանը, Սովետ միությունը, կամ Գերմանիան, կամ մի ուրիշ այլ երկիր, որը մի քիչ ավելի, մի փոքր ավել մարդկային ռեսուրսներ ունի, տնտեսական ռեսուրսներ ունի։ Մենք պետք է այդ ամեն ինչը անենք նախօրոք։ Անձնակազմը պետք է պատրաստես, դու պետք է նորմալ դպրոց ունենաս, իսկ մեր մոտ հակառակ քայլն է այդում, դեմիլիտարիզացիա է այդում դպրոցի, այն դեպքում, որ դպրոցը մաքսիմալ պիտի միլիտարիզացնես։ Ես մեկ-մեկ կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ պամպերսն էլ պետք է կամուֆլաժով լինի հայկական, դա չի նշանակում, որ բոլորս զենքի տակ պետք է լինենք, բայց բոլորս պիտի աշխատենք երկրի անվտանգության համար։ Ոչ թե մենակ հարկերը փողով մուծեցիր ու ամեն ինչ պատրաստ է, այդպես չի։ Այդպես չի լինում, ոչ մի տեղ չի լինում այդպես։ Հիմա շատերը բանա Շվեյցարիայի անուն տալիս են, ասում են դե Շվեյցարիան էդի, կա Շվեյցարիան սկսել այն դրանից, որ ամենաաղքատ երկիրն էր Եվրոպայի, որտեղ գլխավոր հարստությունը մշակվող հողն էր, Շվեյցարիայում մշակվող հող չկար, դրա համար է իրանց մոտ, ասենք, այդ լեռնային արոտավայրերը զարգացել, որ ուրիշ բիզնես չունեին, բացի կովին ղրգեն սարեր հետ ընդունելու, չունեին հարստություն։ Բայց իրանք կամաց-կամաց այդ աղքատությունից դուրս եկան ազգ բանակ դառնալով։ Ազգ բանակը արդեն երևի բան եմ, էլի, այդ իմ շվին փչելով արդեն մարդկանց ծանծրացրել եմ, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Եթե մարդիկ ուզում են ապրեն հզոր ամրոցում, երկիրը պետք է ամրոց դառնա, էլի, ասենք, ու քեզ այտենց հեշտ չլինի խոցելը։ Դու պետք է այդ ամրոցի գարնիզոնը լինես։ Դու այն փողը չունես, աշխարհը չես թալանել Անգլիայի, Ֆրանսիայի, չգիտեմ,
Ամերիկայի մի վաղ առաջ Ռուսաստանի նման կամ նույնիսկ ասենք Ավստրիայի, Վենայի նման չես թալանել, տարել լցել քո մայրաքաղաքը, հիմա անսահմանափակ ծախսեր ես թույլ տալի, դու չունես այդ հնարավորությունը։ Դա նշանակում է դու ոչ մի հատ վարձ ու զինվոր չես ունենալու։ Դու պետք է քո բնակչությունը, քո հասարակությունը լինի այդ երկիր ամրոցի գառնիզոնը։ Որովհետև եթե այդ ամրոցը գառնիզոն չունենա, ով ասես կգա աստիճանները դեմ կտա, հանգիստ քայլելով կգա դրոշը կխփի աշտարակին, կասի էս իմն է։ Բոլոր հետևանքներով ասենք գրաված ամրոցի։ Պարոն Բարդանով, իսկ արտաքին կապերի մասով, այսինքն դա մի էլեմենտն է բանակաշինության, զինված ուժերի պաշտպանության, անվտանգության ապահովման միանշանակ։ Իսկ ինչպիսի հարաբերություններ պետք է կառուցենք արտաքին աշխարհի հետ այս հարումով, որպեսզի այդ անվտանգությունը ապահովենք նաև դիվանագիտության միջոցով, ռազմաքաղաքական հարաբերությունների միջոցով, որտեղ Ռուսաստանի հետ կարծես թե դուք էլ նշեցիք, որ նույնիսկ զենք չեն կարողանում գնել հայտնի պատճառներով, եւ Ռուսաստանը այստեղ արդեն գործոն չէ։ Գիտեք ինչ, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ շփվելու ձախ աջ ձեռքա, չէ՞։ Զինված ուժեր եւ դիվանագիտություն։ Եթե դու դիվանագիտությունը մոռանում ես, ունենում ես 20 թվական անգրագետ դիվանագիտության պատճառով գոնե մի քիչ մարտունակ բանակ, որը ոչ մի դաշնակից չունի։ Իր դեմ կռվում է բանակ, որը որ բոլշի ավելի հարուստ երկրի բանակ է, ավելի մեծ թվով, հետներ դաշնակից ունի 100 միլիոնանոց, ասենք Թուրքիան 200 միլիոնանոց, թե Աստված գիտի ինչքան են դրանք այնտեղ շատացել Պակիստանը։ Էլ չեմ ասում Իսրայելը։ Պետք է աջ ձեռնել, ձախ ձեռնել իրար հետ հավասարաչափ զարգանան, երբ որ աջ ձեռը մի քիչ ավել է զարգանում, պետք է մի քիչ օգնի ձախին, որ ձախը գա հետևից։ Մենք դիվանագիտության մեջ 20 թվականի ծեսյան սկսեցինք որոշակի հաջողություններ գրանցել, այդ դեպի արևմուտք դիվանագիտական գոնե դրեյֆով էր բացատրվում 23 թվականի ծեսյան, բայց զինված ուժերը պետք է ոնց որ ասած դիվանագիտությունը հիմա բուքսիրան է, եթե առաջ մենք ուժեղ բանակ, ազատագրված դաշտային Արցախ եւ դիվանագիտությունը ոնց որ ասած բուքսիր էր անում զինված ուժերը, հիմա հակառակի միգուցե ժամանակն է եկել։ Դիվանագիտությունը կարծում եմ մեծագույն աշխատանք ունի կատարելու, որ ձախ ձեռը կամ հակառակը ոնց ասեք, որ գա հասնի իր մակարդակին, որտեղ դիվանագիտությունը իհարկե Թուրքիայի եւ ասենք Բաքվի կառավարիչի խանի հետ մենք կաղում ենք, որտեվ այնտեղ կելտերի հոգեբանությունն է աշխատում, երբ որ Հռոմին ծեծել էին, ասացին բան չէ, գորի պաբիժձոն եմ են թուրը դնելով շերքի վրա։ Բայց մնացած աշխարհում մենք սկսել ենք մի քիչ ակտիվ լինել եւ դա բերում է իր բաները, օրինակ ես հասկանում եմ, որ նախընտրական բաներ, լուրջ քայլեր եվրոպական առաջնորդներին բերել Հայաստան, բայց համենայն դեպս բերեցին, չէ՞։ Բերեցին եւ դա նես չի, որ եվրոպական առաջնորդները բոլորը նենց հրճվանքով եկան։ Դա որոշ աշխատանքի արդյունք է, իհարկե փոխադարձ, ասենք հարաբերությունների, նես չի, որ զորով են բերել։ Ուզում են, երբ կա, ուզում են կարող են։ Հա, ուզում են կարող են, բայց դու այդ իրա ուզելը ցանկությունը պիտի կարողանաս առաջացնես, իսկ եթե պահի տակ առաջացավ, ոչ թե բանկով իկրեն մսնես բողազը, այլ ուրիշ ձևով կարողանաս, ասենք, իր հետաքրքրությունը պահես բարձր մակարդակի վրա։ Ես միշտ ասել եմ, որ մենք մի քանի խնդիրներ ունենք, ու գլխավոր խնդրեմը դա հասարակությունը թերագնահատելն է, ոչ միայն զինված ուժերի հետ կապված, այլ նաև դիվանագիտության մեջ, նաև ասենք ներսի քաղաքականության մեջ։ Հիմա նայեք, փրկարարական աշխատանքներ են այդում, որոնողական ավելի շուտ երկու երեխա ջրի մեջ հայտնվել, մեկի ոնց որ դիակը գտել են։ Էլի պետությունը չի կարող առանց հասարակության, որովհետև համ այնտեղ տարբեր բնակավայրերի բնակիչներն են ելել պետական աշխատողներին օգնելու, համ հասարակական կազմակերպություն է մասնակցում, մինիմում ոմա ալավերդին մասնակցում այդ որոնողական, հնարավոր չի, որ պետությունը ամեն ինչ անի, նույնը դիվանագիտության մեջ։ Մենք այնքան ասենք անհեռատես ժողովուրդ ենք, ունենալով հսկայական սփյուռք աշխարհում, ես մի բան ասեմ, չգիտեմ, արժե է այտենց երկար խոսալ,
Ինչքան ժամանակ ունենք։ Քիչ։ Ավարտվում է։ Ուրեմն սովետական միությունում 15 հանրապետություն էր։ 15 Եվ ընդամենը երկու երկիր 15 հանրապետությունների ուներ ինքնուրույն աշխատող KGB։ KGB-ն դա հետախուզություն, հակահետախուզություն, դա միայն ասենք գրողներին գժանոց տանող կառույց չէր, էլի, նաև ինքը հետախուզությունով էր զբաղվում եւ հակահետախուզությունով։ Երկու երկիր։ Մեկը շատ ուժեղ հակասովետական սփյուռք ունեցող Ուկրաինան էր եւ խնդիրը այդ դրա դեմ հակազդել էր։ Մյուսը Հայաստանը, որը սփյուռք ուներ։ Իսկ մենք վերցնում ենք սփյուռքի բանը հանձնակատար ենք դարձնում սփյուռքի նախարարությունը, որպեսզի կարողանանք ոչ Հայաստանի քաղաքացուն ծառայության վեկալենք այդ կառույցի գլխին դնենք։ Ես ոնց հասկանում եմ Ամերիկայի քաղաքացի առեսոր այդ հանձնակատարը ու մենք դրա խաթր մենք չենք հեռացել, էլի, ասենք մարդապաշտ, ասենց չգիտեմ, բանից։ Այ ոնց որ 2009 թվականին հատուկ նշանակության զորքերը ազգային անվտանգության փակեցին, որովհետև նախորդ նախագահի մարդներ, ճակերտավոր էլի իհարկե, այդ վարչության պետը, то есть երրորդ նախագահան երկրորդ նախագահի հետ դեռ այն ժամանակ երևի ինչ-որ ձևով ճորկեք ունենալով փակեց սպեցնազը KGB-ի կամ ազգային անվտանգության։ Հիմա մենք ինչ շահեր հետապնդելով մենք կորցնում ենք մեր պոտենցիալը։ Մենք չենք օգտագործում, ինչ ենք անում մաքսիմում, որ սփյուռքի հետ կապված գործ ենք տեսնում։ Միլիոնատերներին կամ մուլտիմիլիոներներին տանում նստեցնում են դալիճում, երկրի առաջի դեմքերից մեկը հելնում հետները զրուցում է ու վերջ այնտեղ մի քանի միլիոն հայ կա։ Հրեաների հետախուզությունը դրանից է ուժեղ, որ 400 քանի աշխատակից ունի, հա, Մոսադը։ Մոսադը, ինչքան հիշում եմ, 400 աշխատակից ընդամենը ունի։ Բա ոնց է կարում աշխարհում ինչ ասես անի։ Կարող է սփյուռքի պոտենցիալը իր օգտագործելով։ Մենք ոնց ենք կարողանում այդ բանից ռեսուրսից հրաժարվենք։ Նույնը դիվանագիտության մեջ է։ Հետախուզությունը ընդհանրապես պիտի հասկանանք, էլի, այդ հերո հետախուզությունը ոչ մարտական ռազմական, ինքը միշտ եղել է արտաքին, ասենք, գործերով զբաղվող գերատեսչության մի մասը։ Հետո իշխանությունը բաժանում էին, ասենք, որպեսզի մեկ հոգու կամ ինչ-որ խմբի ձեռը մեծ իշխանություն չլինի, դրա համար սկսեցին անջատել մեկը մյուսից։ Այ ոնց որ ասենք, հիմա մեր ազգային անվտանգությունից առանձնացրել ենք արտաքին հետախուզությունը։ Արտաքին գործերով զբաղվում է նաև հետախուզությունը։ Հիմա մենք չենք օգտագործում ոչ ռեսուրսները մեր նորմալ, ոչ հետախուզության պահով, ոչ դիվանագիտության պահով։ Ոնց կարելի է, ես չեմ հասկանում։ Մենք պետք է մի քիչ խելքի գանք, պետք է մեզ, չգիտեմ ինչի տեղ չդնենք, երբ որ ինչ-որ մեկը բնական է, չէ՞, այնտեղի քաղաքացին դեսպանի այդ ժողովի վաղ կարա, չէ՞, ըսկի չվախենալով, որ ես իմ ինչը լինի, հելնի ասի, ես բանը ինձ դուր չի գալի։ Լով կդիմանա, ինքը գեներալին հավասար պաշտոն ա կրում, դեսպանը ու իրան ինչ-որ հակավի կոնկրետ փաստեր ա, էլի, ասենք, ուղղակի չեմ ուզում, ասենք, մարդկանց անուններ բարձրաձայնեմ։ Լով կդիմանա, իրան հակաճառեցին։ Կարող է մի քիչ էլ ասենք երկրի շահերից մտածեք, ոչ թե ասենք ձեր անձնական ինքնահաստատվելուց եւ ասենք ամբիցիաներից։ Կարճ ասած մեր պերսպեկտիվաները լավն են, եթե ռեսուրսները օգտագործենք։ Հուսանք, պարոն Վարդանով, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իմ հյուրն էր ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։